Որ եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն Արթուն եղեք, որովհետև չենք գիտեր, թե մարդու որդին երբ պիտի գա, ոչ օրը եւ ոչ ալ ժամը։ Ահավասիկ երկար հոգևոր ճանապարհորդության ետք մենք արդեն մտանք ավակ շաբթվան մեջ։ Այսօր ավակ երեքշաբթի օրն է։ Ավելի ծանոթ 10 գուսանած, որովհետև Քրիստոս երբ հաղթական մուտքը կործե Երուսաղեմ, ինքզինք հայտնելու, որովհետև այլևս հասած է ժամը, իր կյանքի վերջին հանգրվանն է, ինք որպես քարն Աստուծո ինքզինք ընձայելու գերտար, ուզեց, որ մարդիկ գիտնան, որ ինքն է սպասված Մեսիան, ինքն է փրկիչը, ինքն է Աստվածորդին, որ եկավ ինձի եւ քեզի բոլորիս ուղղորդելու, ցույց տալու այն լուսավոր ճանապարհը, որ երբ քալենք գահասնենք Աստուծո դմոդենանք Աստուծո մոտ եւ Աստուծո նախախնամությունը, հոգադարությունը, ողորմածությունը, գթասրդությունը գվայելենք։ Առաջին 3 օրերը ավակ շաբթվան, այսինքն Քրիստոսի կյանքի վերջին շաբթվան առաջին 3 օրերը Քրիստոս դարձյալ պատկամեց, ուսուցանեց եւ Աստուծո կամքը հայտնեց։ Դաջարը մակրազարթեց, սրբեց, դաջարին ընդմեջեն մարդուն մակրազարթման համար աշխատեցավ, որբեսի մարդկանց հոգևոր աչքերը փանա, մարդոց հոգևոր սրդերը փանա, թագեց քոծթրները մարդկային սրդերու եւ ուզեց, որ այդ սրդերը բաց ըլլան, որբեսի գարենա ներս մտնել, որբեսի այնտեղ փնագարան հաստատե, այնտեղ փնագվի, հոն դառնա տաճար եւ փնագարան Աստուծո։ Հաջող Աստվածորդին Քրիստոս իր դնորինական կյանքի ընթացքին արագավոր ցևով պատկամեց, ուսուցանեց։ Ինչ կնշանակե արագավոր ցևով, ինչպես այսօր, երբ նայինք մեր հայրերուն գոմե ճշտված ավետարանական հատվածները ամենեն աչքարուն, ամենեն խոսուն պատկամ դվող արագը 10 գուսանած արագն է։ Եվ անոր համար նաև այսօր առավելապար գհիշվի 10 գուսանած օր։ Եվ մեր եկեղեցվո մեջ թադերական պատկերով այդ արագը ուսուցանելու եւ այդ պատկամը փոխանցելու նաև գեղեցիկ նաև մենք ունենք արարողություն։ Կտեսնեք մեր աղջիկներ այսօր այստեղ իրենց ցերկերու մեջ լապտերներ ունեցան։ Ինչպես արագը լսեցիք, Քրիստոս երկնքի արքայության մասին երբ կխոսի, որովհետև տեսեք արագը օրվա ծանոթ ժողովրդի կյանքեն առնված օրինակ մներ եւ այդ օրինակը ծանոթ էր ժողովրդին եւ այդ ծանոթ օրինակով է որ Քրիստոս իր պատկամը
ուսուցումը կգադարե եւ գսե երկինքի արքայությունը կնմանի 10 գույսերու արագին 10 գույսեր երկու խումբի կբաժնե 5 հիմար 5 իմաստուն իմաստունները գսե իրենց հետ բոլորն ալ լապտերներ ունեին բոլորն ալ վարված լապտերներ ունեին բայց անոնց մե 5-ը նաև ավելորդ յուղ ցետ փերածեր իսկ մյուս 5-ը ոչ Գնշանակե որ իմաստունները պատրաստված էին, պատրաստ եկած էին այն մտահոգությամբ, որ գրնա փեսան ուշանալ, փեսային գսպասեին ուրախության հարսնարանը մտնելու, սակայն փեսան գուշանա եւ այդ միջոցին ինչ կբադահի, անոնք որոնք պատրաստ չէին իմաստուններեն ցետ կբանջեն, բայց անոնք գսեն մեզի հազիվ կպավե, կացեք, փնդրեցեք եւ կդեք, սակայն այդ միջոցին է, որ փեսան գուքա եւ ուրախության հարսնարան կմտնեն եւ թուրը կփակվի, երբ հիմարները գուքան գսե, թուրը գտագեն, ներսեն գսվի, որ չեմ ճանչնարցես եւ դուրս կմնան 5 հիմար գույսերը այս արագը ինչ կպատկամե մեզի նախ հրավեր է արտնության գոչ է արտնության եւ պատրաստ ըլլալու հոգեվոր մեր կյանքը մեծ բահոց այս ամփոփ շաբաթները ամփոփ օրերը մեզի համար հոգևոր արտնության արիտներ էին մեղքե հերանալու հոգևորաբես զորանալու մեր հոգևոր կյանք եւ հավատքը վերանորոգելու եւ պատրաստ ըլլալու դերը թիմավորելու մեր կյանքեն մեր սրդերեն եւ մեր հոգիներեն ներս հետեւաբար Քրիստոս կուքայս արագին ընդմեջեն ըսելու, որ դուք միշտ պատրաստ պիտելլակ։ Հագարակ անոր արագի մեջ երբ կգարտան կսե, երբ պեսան գուշանա բոլորն ալ թմրեցան եւ քնացան, բոլորն ալ քնացան։ Նայեցեք մեր կյանքին, ամեն մեկս իր կյանքին, մեր կյանքի մեջ հաջող մենք կմտնենք քունի մեջ, հաջող կքնանանք հաջող անդարբեր կդառնանք, հաջող մեր հավատքի մեջ կդգարանանք, հաջող կհուսահատենք, հաջող հուսախապություն կաբրենք, հաջող մենք մեզ կգտնենք Աստծո հերու, աստվածային պատվիրաններեն շատ հերու, հոսե ահավասիկ պատկամ այս արագին եւ այսօրվան պատկամ հստակ, հրավեր գոչ արտնության պատրաստ ըլլալու ամեն ժամանակ, որովհետև չենք գիտեր գսե թե փեսան երբ կուքա, չենք գիտեր թե Աստված երբ կուքա, մենք գրնալալ ժամանակ չունենանք, նույնիսկ մեր մեղքերը խոստովանելու ժամանակ չենք ունենար, դերը գուքա եւ թուրը կփակվի, թուրը որքան թագենք չի բացվիր, բայց դերը Աստված ողորմած կտած Աստված է ոչ միայն արդարներուն համար եկավ ոչ միայն արդարները գսե գրնան ներս մտնել այդ թռնեն ներս այլ նաև մեղավորները եթե խոստովանին ապաշխարեն եւ վերաթարցի ջամփան գտնեն վերաթարց հայացքը վերաթարցի թեպի Աստված, թեպի հարազատը, թեպի դակուկ օջախը, թեպի Աստվածայինը, թեպի մեր հարազատ տունը։ Ահավասիկ սիրեներ, մեծ բախ ընդհանրապես եւ ահավասիկ ավակ շաբթվան այս քանի օրերը նման պատկամներ գուտա Քրիստոս պատրաստ եղեք։ Եթե պատրաստ ըլլաս, չես մտահոգվիր, եթե պատրաստ ըլլաս, չես վախնար, եթե պատրաստ ըլլաս ամփոփ ճովին,
գնվիրվիս, ամբողջովին գմոդենաս, ընթարաճ կերտաս, դերը գտիմավորես այս պարակային և արժանի գտանաս իր հետ երկնային արքայության, ուրախության հարսնարանը մտնելու։ Եվ ուրախ եմ, որ այսօր նաև այս աղջիկները մեզի հետ են և իրենք այսօր լապտերները բռնեցին և լապտերները վարեցին։ Մեր աղջիկները այսօր բարձավես այդ պատկերը արագին 10 գուսանած պատկերն է, որ մեզ ցույց տվին լապտերներով։ Իրենց մե 5 կամ մյուս 5 ոչ հիմար և ոչ մյուսը միայն իմաստուն, բոլորնալ մեզի համար իմաստուն աղջիկներ են, մեզի համար խելացի աղջիկներ են, խելոք աղջիկներ են և մեր մաղթանքն է, մեր աղոթն է, որ այս աղջիկները Աստծո շնորհքով աճին, մեծնան, իմաստուն դառնան և Աստուծո օրհնությամբ իրենց քայլերը միշտ դեպի բարին առաջնորդվի և վաղը իրենց կարգին, իրենց զավակները այդ նույն ուղղության մեջ պահեն, նույն հարազատ տունը առաջնորդեն, նույն լույսին փանան և առաջնորդեն դեպի Աստվածայինը, տաքուգը և հարազատը։ Սիրելիներ, այս գիտակցությամբ եկեք մենք պատրաստվենք Քրիստոսի հետ այս վերջին շաբթվա ընթացքին, այն պատգամները և դասերը, որ գուտա վաղը մյուս օր դարձյալ մենք ավագ չորեքշաբթի դարձյալ պատգամներ ունենք լսելիք, ուսուցումներ ունենք լսելիք, հինգշաբթի լրիվ մեր եկեղեցու մեջ այն մեծագույն օրն է, ուր Տիրոջ գոհմե վերջին ընթրիքը հաղորդության հաստատումը և ապա խոնարհության դասը ոտնլվայով և ապա մատնության չարչարանքներու այդ ծանր գիշերը պիտի ապրենք, որ մեր հետո խաչելության դեպի Գողգոթա պիտի առաջնորդվենք և խորհրդանշականորեն թաղենք մեր Տերը Հիսուս Քրիստոս, թաղելով հին մարդը և Քրիստոսի հետ, հարուցյալ Քրիստոսի հետ նոր կյանքով նորոգվելու և մեր կյանքերը նորոգելու, մեր անձերը մաքրազարդելու աստվածային օրհնությամբ մեր կյանքը շարունակելու համար։ Թող Աստված օրհնե ձեզ, թող Աստված օրհնե մեր ընտանիքները, թող Աստված օրհնե մեր աղջիկները, մեր զավակները, որպեսզի միշտ արթուն, միշտ պատրաստ ըլլան, թե ընտանեկան հարգեններս, թե եկեղեցիեններս, թե համայնքեններս, թե ընդհանրապես մեր հավաքական կյանքեններս ճիշտ ճանապարհի մեջ մնալու և Աստծո օրհնությունը մնայուն գերբով ստանալու հավիտյանս հավիտենից ամեն